Սրան փոխարեն Ալեն Սիմոնյանը պատկերացնում է մենակ մի բան, թուրքը գա, ինքը իր հետ երևի կանաչի ծախի իրար, գնան առնեն, չգիտեմ, էլ ինչ կարող եք առնել ու ծախել։ Էս է իրանց մակարդակը։ Նաև վտանգավոր բան տեղի ունեցավ օկուպացված Լաչինում Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի երկու ղեկավարների գագաթաժողովը, այնտեղից եկող հայտարարությունները, խնդրեմ ես ասում ձեր կարծիքը։ Դե ասում եմ շարունակում են, նրանք չեն թաքցնում, նրանք անում են այն, ինչ որ իրենց շահերից է բխում։ Եվ Թուրքիան եւ Ադրբեջանը եւ նաեւ արդեն Պակիստանը դարձել են իսլամական հանրապետությունների միավորում։ Եւ այդ պարագայում տեսեք, ինչքան կարճ ժամանակահատվածում, հա, դրան գումարեք Իսրայելը։ Իդեպ այդ փաստը նորից ասեմ, 16 թվականից հետո 4-օրյա պատերազմում պարտություն կրելուց հետո Ադրբեջանը ամբողջովին գլխավոր շտաբի ղեկավարությունը հանձնեց Թուրքիային։